Հանրապետականն ասում է, որ ինքը չգիտեր այդ մասին եւ զարմացած է։ Գարաթենանում իրանք բոլորն են գիտեն, բոլորն են ու կոռուպցիաներն են։ Մի հատ նայ այդ երեկվա գոտլակոտների ինչ տներում են ապրում։ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ընտանիքի հետ ապրում է այս տանը։ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատունը 2013-ին գրավադրված էր Ամերիա բանկում $1,800,000 լիկվիդացիոն արժեքով։ Անշարժ գույքի գործակալների գնահատմամբ առանձնատան շուկայական արժեքը այդ ժամանակ մոտ $4 միլիոն էր։ Զանազան գործարքների եւ սխեմաների արդյունքում Գասպարյանն այս տունը ձեռք է բերել մոտ $200,000-ով։ Այս սխեմաններն իրականացնելու համար այդ ժամանակ կային գործող անձինք, որոնցից յուրաքանչյուրն ուներ յուրահատուկ դերակատարություն։ Դրանք էին հասարակության մեջ Վովայի Արշակ անունով հայտնի այդ ժամանակ ոստիկանապետի թիկնազորի ղեկավար Արշակ Հակոբյանը, Գասպարյանի գլխավոր խորհրդական Հայկ Ստեփանյանը, գործարար Սիլվա Համբարձումյանը եւ Ամերիա բանկը։ Տունը ձեռք բերելու բանակցությունների վերջին փուլում ներգրավվել է անձամբ Վլադիմիր Գասպարյանը։ Սեփականատեր Աղասի Դանելյանին չեն վճարում 900 միլիոն դրամ խոստացված գումարը։ Առանձնատան սեփականատեր է դառնում Գասպարյանի կնոջ մայրը Հեղուշ Գալստյանը։ Վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով բանկը առանձնատունը դրել է աճուրդի։ Նախկինում $1,800,000 գնահատված արժեքով առանձնատունը վաճառվել է $200,000-ով։ Այն գնել է Վլադիմիր Գասպարյանի կնոջ ազգականը ոստիկանության կրթահամալիրի պետի նախկին տեղակալ Էմիլ Զուլոյանը։ Օրեր անց գնդապետ Զուլոյանն առանձնատունը նվիրել է Վլադիմիր Գասպարյանի որդուն Վլադիմիր Գասպարյանին։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, քո արքայությունը թող գա, քո կամքը թող լինի։ Հայաստանը կանգնել է կործանման եզերին։ Մի հանդուրժե այս ամենը, միասին մենք կփրկենք մեր հայրենիքը։